քանի որ պարոն Օրբելյան, տևական ժամանակ է թե դատարանի թե կողմերի տրամադրության տակ կարգա է հնարավորինս հարկիչ ներկայացնում։ Հարգելի դատարանը ստեղծան իշխանությունը վարկածացել երկու մասից կամ երկու իշխանություններ, առաջինը լուծեցինք, որ վերաբերում է կրկին դատվելու արգելքների կապվածություններին, երկրորդը վերաբերում է պատվազանից լուծեցինք, երկրորդը վերաբերում է նախագահի անձնագրության գործի շրջանակները։ Ուրեմն 2005 թվականի խմբագրության սահմանադրության 49-56 մեկնոդվածները քննարկում են անձնավորությունը նախագահի, որը ըստ էության 140-րդ հոդվածում գործող սահմանադրական տեքստին նույնպես արձանագրված է, իշխեցման կարգով ուղղակի ֆիքսում է հետևյալը. Հանրապետության նախագահն անձեռնամխելի է և ինչնակարևոր հանրապետության նախագահ իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել, այս արևոտ արտասան իր կարգավիճակից փոխող գործողությունների համար։ Հարգելի դատարան ըստ էության սահմանադիրը արձանագրել է հետևյալը. ընդ որում նույնը վերարտադրված է գործող սահմանադրական տեքստի 140-րդ հոդվածում հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկել իր կարգավիճակից փոխող գործողությունների համար։ Ինչն է այստեղ կարևոր, որ նախագահի սահմանադրական անձնամխելիությունը ոչ թե պայմանավորված է պաշտոնավարելով, դա առանձին է, որ ասենք պաշտոնավարման ժամանակ չի կարող, այլ պայմանավորված է կոնկրետ մի հանրահանգով, այդ գործողությունները ինչի համար մեղադրանք է առաջադրված, այսինքն մեղադրանքի օբյեկտիվ կողմը, արդյոք դատել է նախագահի կարգավիճակից թե ոչ։ Հիմա անդրադառնալ սահմանադրական դատարանը և Իսրայելի դատարանի որոշումներին այդ հարցի հետ կապված, որպեսզի ակնհայտորեն բան լինի, որ առաջադրված մեղադրանքը, կրկին առաջադրված մեղադրանքը
Սա սահմանադրական մարմինների լիազորությունների վերազանցման դաշտում է, այսինքն սա է կա սահմանադրական մարմինների միջև վեճ, որոնք կարգավորվում են բացառապես սահմանադրական դատարանում։ Եթե գործողությունը ճիշտ է կամ սխալ է, դա կարող է քննարկման առարկա դառնա բացառապես սահմանադրական դատարանում։ Այլ մարմիններ այդ գործողությունները գնահատելու իրավասություն չունեն։ Դա չի նշանակում, մի հատ էլ ամրագրեմ, որ նախագահի պաշտպանող զբաղեցնող անձի գործողությունները մասնավոր կյանքում, որպես մասնավոր չեն կարող քննարկման առարկա դառնալ։ Հիմա նախքան 15 թվականի փոփոխություններով սահմանադրությունը ընդունում է եւ պետական կառավարման ձևի փոփոխությունը, հանրապետության նախագահը սահմանադրությամբ կոչված այդ գործառույթային առավել մեծ ծավալով եւ դրանից փոխող լիազորություններով։ Մասնավորապես, վերջինիս վերապահված էին ինքնիվս այլնի այնպիսի առանցքային գործառույթներ, ինչպիսիք են օրենսդիր գործադիր եւ դատական իշխանության մարմինների բնականon եւ բնորոշություն ապահովելը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը ու անվտանգությունը երաշխավորելը։ Վերոնշյալի գործառույթներն իրենց հերթին կարգավորում էին նախագահի լիազորությունների բնույթն ու շրջանակը, օրենսդիր գործադիր եւ դատական իշխանությունների հետ փոխհարաբերությունների ոլորտում, ինչպես նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելու հարցում։ Սույն որոշման նախորդ կետում շարադրված դիրքորոշումների լույսի ներքո գնահատման ենթարկելով սույն որոշման 13-րդ կետում հանրապետության նախագահի կարգավիճակի առանձնահատկությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախագահի կարգավիճակը նրա զբաղեցրած դիրքն է պետական իշխանության մարմինների համակարգում եւ դրանից բխող նրա իրավունքներն ու պարտականությունների ամբողջությունը, ըստ էության կարգավիճակը իրավունքների պարտականությունների ամբողջություն Մասնավորապես, նախագահը թեև անմիջականորեն ընդգրկված չէ պետական իշխանության 3 ճյուղերից որևէ մեկում, այնուամենայնիվ պետական մարմինների համակարգում առանցքային տեղ է զբաղեցնում, ում որպես բարձրագույն պաշտոնատար անձի պետության գլխի վերապահված է հիմնարար նշանակություն ունեցող գործառույթներ։ Պաշտոնատար նախագահի անձնանորոգության երաշխիքը բովանդակող սահմանադրական նորմերից բխում է, որ նախագահի լիազորությունների ավարտից հետո վերջինս չի կարող հետապնդվել եւ երկրորդ պատասխանատվությամբ իսկ կարգավիճակից փոխող գործողությունների համար։ Անձնանորոգության սույն տեսակի հիմքում գործառույթային անձնանորոգություն ընկած է ոչ թե անձի ժամանակին զբաղեցրած պաշտոնը, այլ այն գործողությունների բնույթը, որ նա իրականացրել է իր պաշտոնավարման ընթացքում, այն է կարգավիճակից փոխող գործողություններ, սա նորից վճռաբեկ դատարանը վերարտադրում է այն թեզիսը։ Որևէ այլ պետական մարմին, քան սահմանադրական դատարանը իրավասու չի նախագահ ինստիտուտի գործողությունները կասկածի տակ առնել։ Որոշ դեպքերում ազգային ժողովն ամեն քննարկենք այսօրվա գործերի կապված, բայց այլ կառուցակարգ չկա, որովհետև հակառակ դեպքում մենք ունենալու ենք բալանսավորման խնդիր, գործադիր իշխանությունը կամ դատական իշխանությունը նախագահի ինստիտուտի վերաբերյալ վերահսկողության միջոցով հնարավորություն է ստանալու օրինակ ազգային ժողովի կամ կառավարության վրա ունենալ վերահսկողական գործիքակազմեր, որը չպետք է լինի, որտեղ բալանսի գաղափարը դա չի։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախագահի կարգավիճակ ասելով պետք է հասկանալ նրա ունեցած գործառնական դերը, լիազորությունների, իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը։ Այսպիսով, սահմանադրությունը նախագահին վերապահել է իր գործառույթներից բխող մի շարք լիազորություններ, որոնք են սահմանվում առանձին դեպքերում նաև հայտնողական բնույթ է կրում։ Ուստի նախագահը չի կարող պատասխանատվություն կրել իր կողմից իրականացվող քաղաքականության, իր լիազորությունների շրջանակներում ընդունվող ֆակտերի եւ իրականացվող գործառույթների համար։ Հանրապետության նախագահը պետք է երաշխավորված լինի իր կողմից վարվող քաղաքականության, այնպես էլ իր լիազորությունների մեջ մտնող ցանկացած, այդ թվում հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդունված որոշման համար հետագայում պատասխանատվության ենթարկվելուց։ Վերոնշյալը նախագահի անձնանորոգության ինստիտուտի հիմնական բովանդակությունն է կազմում եւ կարևոր երաշխիք է նախագահի կողմից իրենց սահմանադրորեն վերապահված լիազորություններն ազատորեն առանց որևէ ազդեցության իրականացնելու եւ դրանց համար թե պաշտոնավարման ընթացքում, թե դրանից հետո համապետախնդիրների շրջանակվելու համար։ Սա վճռաբեկ դատարանի որոշումն է։ Վերօրինակ իրավական դիտորոշումների համատեքստում պարզելու համար պարոն Քոչարյանի 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի առողջության անձնամխելիության հարցը Իսման կարգով անձնամխելիության խնդիրը բարձրացվել էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքի իսկ շրջանակներում վերաքննիչ դատարանը երբ որ քաղաքի որոշումը բեկանել է, դիտումել էր անձնամխելիության
իրադրությունները խոսքը գնում է 302 խորհրդով սահմանադրական կարգի տապալում ըստ էության խորհրդի շրջանակներում։ Թեզիսներից մեկը հենց այն է, որ սահմանադրական կարգի տապալումը ինքնին արտասահմանադրական պրոցես է, ոչ թե դերադատավարական արտասահմանադրական արտադրության պրոցես է, որի շրջանակներում նախագահի արձանագրությունը որևէ մարմինների հարաբերակցությունը չի գործում, հետևաբար ոնց որ վերականգնում են դրա համար քրեական պատասխանատվությունը պետք է հասկանանք այդտեղ անձնական շահեր կային չկային ինչ-որ։ Հիմա մենք խոսում ենք ընդհանրապես պաշտոնական լիազորությունները վերադարձելու ենթարկյալ մետաղանքի մասին կամ լիազորությունների մետաղանքի։ Հիմա 303-րդ հոդվածի նախատեսված արարքի առնչությամբ նախարկ է պարզաբանել նախագահի կարգավիճակի փոխող գործողություն եւ նախագահի լիազորություն երբ համապատասխանաբար նրանց հարաբերակցությունը 2010 թվականի խմբագրության սահմանադրության 13-րդ գլխի համատեքստում եթե հոդվածը փոխված չլներ, ես ասի հիմա չի բացացնելու, հետո է բացացնելու, բայց քանի որ հոդվածը 309-րդ ասում լիազորությունների չարաշահում, ինչի ենթադրում է, որ իրականացրել են լիազորություններ, ուղղակի դատախազ է ենթադրում է, որ լիազորությունները չարաշահվել են, այլ ոչ թե չեն իրացրել կամ դրանից դուրս ինչ-որ բան իրականացվել, եւ դրա համար հիմա փորձում ենք հասկանալ, սա արա համարվի են գործողություններն ակնարկվում, որը հենց լիազորություններից է փոխվում։ Նկատի ունենալով նորմատիվ իրավական ակտերի օրենքի 15-րդ հոդվածում տեղեկացան ձևակերպված, որի նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում է միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները որոշակի հատկանությամբ, կարելի է ընդ որում սա կանոնը ոչ թե նորմատիվ իրավական ակտերին է ուզում կիրառում, սա սահմանադրական կանոնը, ըստ էության իրավական տեխնիկայի կանոնը, որ եթե նույն երևույթն է, նույն տերմիններով պետք է սահմանվի, կարելի է արձանագրել, որ սահմանադրության 13-րդ գլխում օգտագործվող նախագահի կարգավիճակից փոխող գործողություններ եւ նախագահի լիազորություն հասկացությունները չեն կարող միևնույն նշանակությամբ օգտագործվել, հակառակ կարելի դրանք միասնական ձևակերպում տրված կլինել։ Հետևաբար կարելի է արձանագրել, որ 2005 թվականի խմբագրության սահմանադրության մեջ տեղեկացած քննարկող երկու հասկացությունները տարբեր իմաստներով են օգտագործված եղել որպես փոխներացնող հասկացություններ։ Ընդ որում, ըստ էության, նման մեկնաբանությունը ընդունելի է եղել նաև Էկրոպեկ դատարանի համար եւ որոշմամբ արձանագրվել է, որ նախագահի կարգավիճակ ասելով պետք է հասկանալ նրա ունեցած գործառնական դերը, լիազորությունների, իրավունքների եւ պարտականությունների ամբողջությունը։ Ստացվում է, որ նախագահի կարգավիճակի փոխող գործողությունները շատ ավելի լայն են, քան նրա լիազորությունները։ Բայց անկախ դրանից մեղադրանք առաջադրված է լիազորությունները չարաշահելու անցնելու համար, լիազորությունները անցնելու համար, ձևակերպում ունեցած։ Հիմա նախագահի գործառնական դերը եւ դրանից փոխող առայժմ գործողությունների ամբողջությունը եւս ընդհանրական երևույթ է, որի էությունը պարզաբանում է նրա դերի գնահատման որպես սահմանադրական ինստիտուտ։ 2005 թվականի խմբագրությամբ ըստ էության, եթե փորձում ենք հասկանալ պարտականությունները, հետևել սահմանադրության պահպանմանը, ապահովել բոլոր իշխանության ճյուղերի բնականon գործունեությունը, երաշխավորել Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը։ Հիմա երեք գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար նախագահը դրանցից յուրաքանչյուրի առնչությամբ ունի լայն իրավասություն, որոնք ինչպես բխում են նախագահի դերից, այնպես էլ սահմանադրությամբ նախատեսված լիազորություններից։ Ընդ որում, նկատի ունենալով լիազորությունների եւ կարգավիճակի փոխող գործողությունների հարաբերակցությունը պետք է արձանագրել, որ կարգավիճակի փոխող գործողությունների էությունը չպետք է մեկնաբանվի բացառապես լիազորությունների իրականացման առնչությամբ գործողությունների կատարման համատեքստում, տվյալ երևույթի չնույնացման հանգամանքից ելնելով։ Փոխարենը կարգավիճակի փոխող գործողությունները պետք է ընկալել որպես նախագահի այն գործողությունը, կատարելու իրավասություն եւ հնարավորություն ունենալու համատեքստում։ Այսինքն հետեւյալն է, եթե ես չլինելով նախագահ կարող եմ նման բան անել, դա կարգավիճակի չի փոխում։ Եթե ես լինելով նախագահ կարող եմ նման բան անել, դա կարգավիճակի փոխում է։ Սա է, այսինքն ստանդարտը շատ պարզ է։ Եթե ես ցանկացած, ես ասացի նկատունել ցանկացած քաղաքացի կարող է նույն բանը անել, ապա դա կարգավիճակի չի փոխում։ Հիմա ես օրինակ որպես փաստաբան չեմ կարող դատական գործի վերաբերյալ որոշումներ ընդունել, որովհետև այդ գործողությունները բխում են դատավորի կարգավիճակից։ Ուրիշ մասնակից պաշտպանի կարգավիճակից բխող պաշտպանական կարող հանդես գալու ապացույցների հետազոտման ժամանակ իրավական օգնություն տալու լիազորություններ չունի, դա որովհետև բխում է պաշտպանի կարգավիճակից։ Այսինքն հետևյալն է խնդիրը, եթե ինչ-որ մեղադրում են, դա կարող է անել
ինչ-որ ձևով, ապա դա չի բխում կարգավիճակից, եթե դա չէր բխում, ապա համապատասխանաբար բխում է կարգավիճակից։ Սույն դեպքում նա պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանք առաջադրելու մասին որոշման վերջինին վերցակրվում է նախկին քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ավարտի կատարում, մինչդեռ պետք է նկատել, որ քննարկվող հանցակազմի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձնամարտելությունից, կամ այլ կերպ ասած նախագահի վերաբերված գործառույթային անձնամարտելության այն աստիճան լայն է, որը պետք է ընդգրկի դիալոգությունների առնչությամբ ցանկացած իրավահարաբերություն եւ նույնիսկ դրանից վեր գտնվող գործելավոճ։ Մեր նման դատողությունը կառուցված է այն տրամաբանության վրա, որ ի վերջո օրենսդրական մակարդակում ոչ թե դիալոգությունների, այլ դրանից բխող գործողությունների անձնամարտելություն է սահմանում, ինչը կլանում է դիալոգությունների առնչությամբ առկա իրավահարաբերությունները եւ նախագահի երաշխավորում է դրանց հայեցողական կիրառման եւ դերից բխող այլ գործառույթների կատարման համար քրեական հետապնդման անձնամարտելությունը։ Ընդ որում, վճռաբեկ դատարանը ինչ արձանագրել է։ Նախագահը չի կարող պատասխանատվություն կրել իր կողմից իրականացվող քաղաքականության եւ դիալոգությունների, այս մասը ցիտել եմ ուղղակի ցածրեմ, այդ թվում հայեցողական դիալոգությունների շրջանակում ընդունված որոշման համար հետագայում պատասխանատվության ենթարկվելու ցուցակը։ Ներողություն եմ խնդրում մի հատ հաստատում բացեմ։ Նման մեկնաբանության պարագայում Ռոբերտ Քոչարյանի մերձագրվող բոլոր գործողությունների առնչությամբ ըստ էության գործում է վերջինիս անձնամարտելության ռեժիմը, այն պատճառաբանությամբ, որ դիալոգությունների գերազանցումը ենթադրում է հայեցողության գնահատում։ Այսինքն, եթե դիալոգություն ունեն, բայց իրան ինչ-որ որոշակի նպատակով ձևով պետք է օգտագործեն, եթե ասում այս դիալոգությունը գերազանցել ես, ասում եմ դիալոգությունս եմ գերազանցել, դա միևնույն է դիալոգության շրջանակներում է եւ գնահատման առարկա է պատահում, այդ դիալոգությունս իրականացել են ինչ եղանակով, իսկ եթե դիալոգությունից կարգավիճակից է բխում, այսինքն դիալոգության գերազանցումն է կարգավիճակից բխում, ենթակա չի գնահատման քրեակատավարական կարգով։ Այլ կերպ ասած, մեկ բան է առհասարակ դիալոգությունների եւ նախագահի դերին հակադրվելու առնչությամբ մեղադրանքը, մեկ այլ բան է նախագահի հայեցողական գործողությունների գնահատումը դրանց համաշխատության տեսանկյունից։ Քանի որ հաշվի առնելով հնարավոր ապագայում ծագելիք իրավահարաբերությունները, օրինակ իշխող ուժի փոփոխումը, հենց այդ նպատակով սահմանադրությունը դիալոգությունների եւ դրանից բխող գործողությունների մասով անդրադառնալի է համարել պաշտոնատար նախագահի հետագա հետապնդումը։ Ընդ որում, այս պարզ իրողությունը առավել առարկայական է դառնում մեղադրանքի ուսումնասիրության արդյունքում։ Թեև մեր համար շարունակում է որոշակի չլինեն այն գործողությունների ծավալը, մենք վերել ենք, ինչու մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը հստակ չի որոշակի չի, բայց նույնիսկ այդ պայմաններում, երբ որ ինչ շարունակում է որոշակի չլինել, մենք հիմա փորձում ենք մեջից տեքստի մեղադրանքի մեջից փորձել ենք առանձնացնել այն ընդդումները, որոնք իրենց բնույթով գործողություն են նկարագրում եւ այդ գործողությունը ինչ որ կերպ վերագրել է Ռոբերտ Քոչարյանին։